Ողջույն օրագիրնյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Խաչատյան, զրույցը սկսենք Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները Ծաղկազարդի պատրակի ժամանակ քաշքշում էին դպրոցական երեխաներին։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այս միջադեպը եւ սրանով ինչ վտանգավոր ուղերձներ է փոխանցում իշխանությունը հասարակությանը։ Գիտեք, դա գերլարված իրավիճակ է հասարակության մեջ, մեր հանրապետությունում կապված եկեղեցի եւ իշխանություն հարաբերություններին եւ այդ տեսակետից ասենք համանման էքսցեսներ լինելու են, առավել եւս երբ որ մենք գրում ենք դեպի նոր ընտրություններ, դեպի իշխանության ձևավորում կամ պահպանում կամ մասնակի կամ լիարժեք փոփոխություն, կտեսնենք արդեն վերջում, բայց այն որ այդ համանման երևույթները տեղ պետք է գտնեն այդ մեծ լարման պայմաններում, դրանում կասկած չկա եւ կողմերն էլ գնալու ավելի երևի կթեժանան, ծայրահեղ ավելի կդառնա, այս դեռևս մեղմ ինչ որ մի բան է, չեմ կարծում որ դա կունենա ինչ որ մեծ փոփոխությունների սկիզբ հանդիսացող ինչ որ միջադեպի ճակատագիր այդպիսի բան չի լինելու, դա հասկանում ենք բոլորս էլ, դա պատանների եւ ջահելության հետ կապված այդպիսի բաները որևէ էֆեկտ չեն տալիս էլ, եթե իշխանությունը հանգարց փորձի ինչ որ մի բան էլ անի, բայց իհարկե դա խոսում այն մասին, որ հասարակության մեջ էլեկտրականացման աստիճանը եւ աստիճանական բևեռացման երևալը արդեն պարզ է։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը նախապես չի հայտարարում, թե որ եկեղեցի է գնալու պատարագի մասնակցելու, ինչն էլ հանգեցնում է հիմնականում նմանատիպ միջադեպերի, արդյոք իշխանությունը բախումներ սադրելու, այսպես պառակտվածությունը խորացնելու միտում ունի նման քայլերով, որովհետև եթե նա խորոք հայտարարի, այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում Փաշինյանին հանդիպել, չեն գնա այդ եկեղեցի։ Գիտեք, դա երկու կողմ ունի, էլի երկսայր սուրա, ընդհանրապես ներկայիս իրավիճակը համաշխարհային եւս ծայրահեղ մի երևույթ է, որտեղ հասցվում են գլխատող հարվածներ պաշտոնյաներին, մենք փաստորեն մատերի վրա կարող ենք հաշվել, երևի մատերը չհերիքի մեր ձեռքերի վրա, թե ինչքան համանման պաշտոնյաներ սպանվեցին Իրանում, մեր հարևան երկրում, եւ այս տեսակետից ասենք ինֆորմացիայի այդպիսի բաց տալը իշխանության համար էլ կարող է իր մեջ անվտանգության խնդիրներ կրի, բայց ամեն դեպքում դա այն ինցիդենտը չի, որը մենք բարձրացնենք էլի մինչև այսպես ասենք համահասարակական մակարդակի երևույթի, այդպիսի բան չկա, պետք է իհարկե հիշել, որ մենք ունենք մեկ փրկություն միայն, հայ ժողովրդի միասնականությունը, այն ամրակայելի խարիսխը, որի վրա մենք հազարամյակներով գոյատևել ենք, 8,000 ասենք էլ։ Վերջին շրջանում իշխանությունների հակաեկեղեցական արշավը կարծես թե մի փոքր մեղմացել է։ Կալանավորված հոգևորականների մի մասը ազատ արձակվեց, որոշների խափանման միջոցը փոխվեց, միայն Բագրատ Սրբազանն է մնացել կալանքի տակ, Միքայել Սրբազանն էլ տնային կալանքի։ Ինչով է սա պայմանավորված, արդյոք իշխանությունը այսպես ընտրությունների շեմին ձայներ չկորցնելու համար նման քայլերի է։ Դա եւս իհարկե նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ երևի թե այն փաստարկները, որոնք բերվեցին, դրվեցին սեղանին տարբեր մարդկանց կողմից, ես չեմ ուզում առանձնացնել, ասենք ինձ, դրանք էական դեր խաղացին նաև, որ հասկանալի դառնա, որ եկեղեցին եւ իշխանությունը դրանք տարբեր համակարգեր են, մեկը համաշխարհային է, մյուսը տեղական է, որպես համաշխարհային համակարգ նա անսահման երկար է, էլի 1700 տարի է գալիս է, կամայական իշխանությանը նա հաղթում է վերջին հաշվով, բայց ոչ թե հաղթում է նրանով, որ ոտքի է կանգնում, թուրը ձեռքն է վերցնում, չգիտեմ, դուրս է գալիս փողոցները եւ առաջնորդում է ժողովրդին, այլ հաղթահարում է նրանով, որ ինքը շարունակում է իր գործունեությունը, իսկ իշխանությունները փոփոխվում են այսպես թե այնպես, նրանք փոխվելու են։ Եվ այս տեսակետից յուրաքանչյուր իշխանություն էլ պետք է այնքան իմաստնություն ունենա, որ չգնա ծայրահեղ սրման հարաբերությունների եկեղեցու հետ, առավել եւս երբ որ դրա կարիքը չկա եւ հայ ժողովրդի ունեցած պոտենցիալի հայկական ինքնության
պահպանման խնդիրների մի ստվար հատվածը ուղղակի կապված է եկեղեցու գործունեության եւ նրա գոյության հետ Հայաստանում, այն պարակտել, այն տատանել, այն ճեղքել, առավել եւս գագաթը փորձել կտրել բուրգի, դա անթույլատրելի շռայլություններ են, որոնց համար կամայական ուժ Հայաստանի ներսում վերջին հաշվով վճարելու է։ Այս եկեղեցու դեմ արշավի համատեքստում ինչ քայլերի կարող է գնալ Փաշինյանը, եթե հունիսի 7-ին վերընտրվի եւ կառավարի եւս 5 տարի։ Այդ դժվար է ասել, էլի։ Հիմա եթե այդ նույն հարցը տային, թե այդ Թրամփը որ գա իշխանության, ինչ կլինի, բոլորը կասեն, որ կլինի խաղաղություն, որտեղ անցած անգամ ինքը պրեզիդենտ ա եղել ու ոչ մի բան էլ ոչ պատերազմ էլ չի սկսել, եղել է շատ խաղաղ, բայց եկավ հիմա 180 աստիճանով հակադարձ քաղաքականություն ա վարում, այնպես որ քաղաքական գործիչների նոր ձևավորվող իշխանությունների հարցում կանխատեսումները անշնորհակալ գործ են, էլի, եթե կարող ենք ասել, տեսնելով այս 8 տարիների Նիկոլ Փաշինյանի, իսկ առհասարակ դժվար է ասել մարդու մեջ ինչ ալնում, էլի, եթե նորից վերընտրվի, միայն եկեղեցու հարցում։ Ես միշտ հիշում եմ այդ Կարլ Մարքսը ունի, էլի, իմ կարծիքով ամենաբացառիկ բաներից մեկը, որ ինքը ասել է, դե իրան համարել են հանճար, ելնելով նրանից, որ նա եղել այնպիսի տնտեսագիտության, ինչպիսին է տնտեսագիտությունը, քաղաքատնտեսություն էր իր համար, այդպիսի շերտով քարե դարից մինչև մեր ժամանակները բերել է, եւ հիմա սեղանի վրա ասում են, որ դուք հանճար եք եւ այլն, ասում եմ, հա, իրականում ես կարամ ասենք հասարակության մեջ 200 տարի էս կողմ, 400 տարի են կողմ, հաշվարկեմ ասեմ ինչ ալնելու, բայց բերեկի մարդ չեմ նստացրեք Լոնդոնի վերջին մուրացիկին, ասեք, այ հանճար եղ Մարքս, մի ճիշտ բան ասա այս մարդու մասին, բերանից չեմ բացի, որովհետեւ անհատը դա terra incognita, դա անհայտության, անընկալելիության ոլորտ է, ինչ փոփոխություններ տեղի կունենան նրա մեջ, հիմա ով էր սպասում Թրամփից այսպիսի վարկագիծ, բայց այնուամենայնիվ մեր փաստը այն է, որ հա, կարելի է բացատրել ինչի է այդպես, կարող ենք ասել ինչն են պատճառները, որոնք էին մեխանիզմները, ինչ խնդիրներ է, որ սպասարկվում է այս քաղաքական գծի շրջանակում, բայց այնուամենայնիվ պատկերացնել, որ կլներ այսպես, դեռ ոչ մեկը չէր պատկերացնի, էլի, բայց եղավ այնպես, ինչպես ոչ մեկը չէր պատկերացնի։ Պարոն Խաչատյան, վերջերս ձեր հարցազրույցներից մեկում նշեցիք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը վրեժխնդիր է լինում Եվրոպայից, քանի որ նա չի մոռացել, որ ազդեցիկ եվրոպացի առաջնորդները 24 ընտրություններում նրան չէին աջակցում էին իր հակառակորդին։ Ինչու մենք նույն վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ չենք տեսնում, որովհետև Հայաստանի իշխանություններն էլ այնպես չի, որ աջակցում էին Թրամփին, ավելին հիմա տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի այսպես լիակատար աջակցություն այս իշխանություններին։ Իսկ ինչ պետք է անեին, որ ես ընկալեմ, էլի, թե ասենք մենք ինչ ենք հավակնում, էլի, եվրոպացիներից, Եվրոպան աստիճանաբար ռեցեսիայի մեջ թաղվող եւ մեծ դեպրեսիայի դեպի շարժվող ամենախոշոր միավորներից մեկն է ներկայիս աշխարհի 450 միլիոն մարդ, բավական զարգացած տնտեսություն, որը զրկված է էներգետիկայի ռեսուրսից, հա, զրկել են, իրենց զրկել են, փակել են ռուսական էներգետիկայի ճանապարհը, հիմա պատկերացնել, որ նրանք ինչ-որ մի բան պետք է անեն, ինչ-որ մի բանում պետք է նպաստեն, այդ բավական բարդ է, նույնիսկ Ուկրաինայի հարցում, էլի, երբ որ նրանք այդ 90 միլիարդը, որ ասում են, որ մենք Ուկրաինային պետք է տանք 90 միլիարդը, որ նա շարունակի պատերազմը, սա իրենց պատկերացրածով մեռնել ապրելու հարց է, ուղղակի դա էլ պետք է հասկանանք, էլի, ինչքանով է մեռնել ապրելու հարց, որովհետև երեք խնդիրը այնտեղ ինչու՞մ է, էլի, 30-40 տարի համաշխարհային, այսպես ասենք, էլիտայի մեխանիզմը ձևավորել է այնտեղ ապագա էլիտա, որը միայն այդ նեղլիկ էլիտայի շահերի շրջանակն է պատկերացնում, ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Եվ այդ մարդիկ նույնիսկ փոխվում են, հա, որոշ երկրներում, գալիս է էլի նույն մարդը։ Բացի այդ, շատ դեպքերում կարելի է տեսնել, որ համակարգը այնպիսին է, որ համակարգը դեֆորմացում է եւ փոփոխում է քաղաքական ուժերը ըստ իր քիմքի։ Օրինակի համար ասենք այդ ալտերնատիվա Գերմանիայի համար այդ ADG, որ ասում են իրենք։ Նա թվում էր, թե լուրջ ընդդիմադիր ուժ էր։ Բայց համակարգը նրան այնպես փոփոխեց, որ հիմա ըստ էության սպասարկում է նույն գիծը, ինչը որ սպասարկում էին այն մյուսները, ում դեմ
խոսելով եւ ում ընդդիմություն հանդիսանելով քաղաքական դաշտում նա եկել է պարլամենտ։ Հիմա իսկապես Եվրոպայի խնդիրը բավական լուրջ խնդիր է եւ դժվար եմ պատկերացնում թե մեր հույսերը եթե մենք կապում ենք Եվրոպայի հետ ինչ որ կերպ, որտեղ մեզանում լիքը մարդիկ կան, էլի, այդ որ հա Եվրոպան, այդ մարդիկ երևի ոչ մի անգամ չեն կարդացել, էլի, այդ ասոցիացիան պայմանագիրը մի հատ տենա ինչա գրած եղել այն ժամանակ, որը գաղտնի էր, ոչ մեկից ցույց չէին տալիս, այն ժամանակ իմ կասկածը հենց դա էր շարժում, եթե մի բան է, որը շատ լավն է, ինչի մենք չենք կարողանում կարդալ այդ տեքստը։ Այսինքն ոչ մեկին չի տրվում, հա, այդ կստորագրենք, հետո կիմանաք բացն, այո, ախպեր, մի հատ վերջը, ինչպես ասում են, այդ չոր մնացորդը ինչ էր, որ մեզ տրվում էր հնարավորություն տրիկոտաժ կտորեղենի արտադրություն հագուստի կարել Հայաստանում, այդ ամենը տանել, Եվրոպայում վաճառել, հիմա դա ծիծաղելի չի արդյոք։ Լուրջը խոսանք էլի, եթե դա էր առանցքային այն բանը, որ պետք է ինչպես վրացիներին գինին կբերեք, կվաճառեք, վրացիները գինին հավաքեցին տարան, պարզվեց որ Եվրոպայի գինիների հետ դրանք մրցակից գինիներ չէին։ Հա, դե բերեք ծախեք։ Բերեք ծախ, որը ის ծախեին։ Վերջում էլ դրեցին վրացիների առաջ, թե այս ձեր ասած գինիների այդ լավագույն տեսակների համար ինչքան որ պետքա խաղողի վազ ունենաք, չունեք։ Այսինքն այդ մակերեսը արտադրող չունեք, ինչի եք բերե դրանից մի քանի անգամ ավելի այդ խուանչկարա, չգիտեմ, կինզմարաուլի գինիները որ վաճառեք։ Դրանք ֆալշ գինիներ են ուրեմն։ Եվ ամբողջ գինեգործությունը Վրաստանի ուղղակի էժանագին գներով ծախեցին, որովհետև վերջ արդեն դրվեց խաչը։ Այդ գինիների նրանց արտահանման եւ այլնի վրա։ Մեր բոլորիս թվում է թե իմպերիալիստական, այդ բացառիկ գաղութացման երկրները Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Անգլիան, էլ չեմ ասում, էլի Անգլիան, էլի Այս բոլորը հանգարց դարել են ինչ որ աղավնիներ, ուզում են լավություն հարացնել բոլորին։ Ախպեր են բան այդ Մարկո Ռուբիոն Ամերիկայի պետքարտուղարը էլի մի երկու բառ ասեց այնտեղ կիսատ պրատ որ հա դե առաջվա մեր աշխարհի վրա ունեցած ազդեցությունը պետքա վերականգնենք վեկացան սկսեցին ծափ տալ իրանք պատկերացին որ իրանք նույնից վերադառնում են այն նույն գաղութացման ժամանակներին էլի ես զարմանում եմ էլի այ ախպեր այդ մարդկանց մեջ ինչքան է նստած այդ բանը որ մենակ այդ ընդհանրական խոսակցության շրջանակում արդեն սրանք այսպես ասած երազանքների գիրկն են կանել որ վերջ էսա ուր որա հա բա այ վերջապես լսեցինք էլի որ հա այդ գաղութացումը կարա նույնից վերադառնա էլի դա ախպեր այդ բանը ծանվել ժամանակի կողմից դուրս է բերվել շրջաբերումից մինչև հիմա դուք հələ վերեք կենում ծափեք տալի տես բաներին ինչքանով է լուրջ Ամերիկայի նման երկրի համար Պարոն Խաչատյան, երբ նախորդ ամիս Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը պատերազմը սկսվեց, դուք նշեցիք, որ աշխարհի բախտը հարևան Իրանում է որոշվում հիմա եւ այս իրավիճակում Հայաստանի կշիռը կարող է մեծանալ։ Այժմ պատերազմից 1 ամիս անց ինչպես է գնահատում Իրանում տիրող այս իրավիճակը ու Հայաստանի կշիռը բարձրանալու ձեր ենթադրությունը կյանքի կոչվեց։ Նախ իրավիճակը լավ հարց տվեցիք, շնորհակալ եմ։ Ամերիկյան ծրագրի եւ իրանական ծրագրի որպես ստրատեգիաներ տարբերությունը ահավոր մեծ էր։ Այսինքն ամերիկյան ծրագրի առանցքում նստած էր մի բան, որ 3-4 օրվա ընթացքում հասցվում է ծանրագույն մի հարված, ինչպես բռնցքամարտում, երբ որ դուք հասցնում եք հարված, որից հետո հակառակորդը ոչ թե նոկաուտի մեջ է հայտնվում, որ կարաս հետո խելքի բերես բան, ճանապարհես տուն, այլ հայտնվում է ուղեղի ցնցման մեջ, որ խփել ես ուղեղի ցնցումով ընկել է նրան պետքա դնեն պատգարակի վրա ու վազեցնեն հիվանդանոց, որ փրկեն չմեռնի։ Այսպիսին էր հաշվարկը։ Այդպիսի հաշվարկ կարող է լինել, թե չէ, նախ պետքա մի հատ էլ նայել։ Իրանի հաշվարկը դրա բացարձակ հակառակ հաշվարկն էր, ասիմետրիկ։ Իրանը 40 տարի է, 40 նո ասենք 7 տարի է պատրաստվում է, հա, 79 թվից պատրաստվում է պատերազմի, մեծ պատերազմի իր դեմ։
այդ պատրաստման մեջ գնացել է 1000 ու մի բան հյուսային կորեացիների կողմից ստորերկրյա քաղաքներ սարքել, ստորերկրյա արտադրություններ հիմնել արդեն իրենց հնարավորություններով եւ այլնով, ասիմետրիկ հնարավորությունները հաշվարկելով, ինչով է հնարավոր դիմադրել, ինչ ուղղությունների վրա, ինչպիսին պետք է այդ 1001 անգամ անցկացվածով վերջին հաշվով եկել կանգնել էին մի բանի, որ դա պետքա լինի ապա կենտրոնացված մոզաիկ պաշտպանություն, ինչը բացարձակ անսպասելի էր ամերիկացիների համար։ Եվ տեղի ունեցավ այն, ինչը պետքա տեղի ունենար, էլի, այսինքն եթե դուք ունեք պլան, այդ պլանը ձեր համար է։ Հենց պատերազմական գործողությունները սկսեցին, դուք հանդիպում եք հակառակորդի պլանին։ Ու ձեր պլանը պետքա փոխվի։ Նա չի կարող մնա նույնը։ Հակառակ դեպքում դուք կպարտվեք, որտեղ դուք ծրագրել եք մի բան, որը իդեալական համապատասխանում է ձեր հնարավորություններին, ձեր տեղաշարժի ճշգրտությանը, որը այս պայմաններում հաշվարկելի է ինչ որ չափով, այն ժամանակ հաշվարկելի չի ընդհանրապես։ Այս ամենով հանդերձ դու հանդիպում ես մի բանի, ինչի հետ պատրաստ չէիր այս եղած պլանով մրցակցել։ Հիմա տեղի է ունեցել դա եւ շատ զարմանալի է, էլի, թե ամերիկյան կողմը ինչու ընդհանրապես չսպասարկեց հասարակության մեջ պատերազմի պոպուլարության բարձրացումը։ Ամեն անգամ մենք տեսել ենք, որ Ամերիկան մտել է պատերազմների մեջ, դրանից առաջ ամերիկյան հասարակության մեջ էլ Սադամ Հուսեյնի վերջին հայհոյանքներն են տվել ամենահայտնի արտիստներն ու արտիստուհիները, չնայած հայհոյանք անելը ճիշտ չի արտիստուհիների կողմից, բայց դե մարդիկ չափն անցած ինչ որ բաներ կարող էին ասել, դեն հասարակայնությանը տաքացնել, նույնիսկ շիկացնել եւ կամայական պրեզիդենտ Ամերիկայի, որը սկսում էր պատերազմը, նա ռեյտինգը կտրուկ բարձրանում էր, որտեվ գոյություն ուներ սպասում, որ հիմա մենք կգնանք եւ այնտեղ այդ հարցը կլուծենք։ Այս անգամ ոչ ռեյտինգը բարձրացավ, որ ժամանակ հետո սկսեց իջնել ռեյտինգը, ոչ հասարակությունն էր պատրաստ եւ հասկանում էր, այս ինչ են գնում, ուր են գնում։ Ամենամտերիմ կազմակերպությունը MAGA-ն, Make America Great Again կազմակերպությունը փեղեկված անհասկանալի վիճակում, այսինչի գնացինք։ Ինչ կար, որ գնացինք, լավ, ասենք Իսրայելը ուզում է, որ գնանք պատերազմենք, բայց որքանով է Իսրայելի շահերը այս հարցերում համընկնում Ամերիկայի շահերի հետ, գոյություն չունի ուրիշ բան, աշխարհի երեսին չկա ուրիշ բան, բացի քո շահերը, քո շահերի շրջանակից դու չես կարող դուրս գալ, այդտեղ տատանումը քո եզրագիծն է, այդ շահերի եզրագիծն է, դրանից դուրս գալ դու քո դեմ չես գործի, էլի։ Բայց քանի որ այդ ժամանակին Ջոն Միրշայմերը էլի գրել էր այդ արտաքին քաղաքականությունը Ամերիկայի եւ հրեական լոբին գիրքը, բոլորը արդեն տեղյակ են ինչ որ չափով եւ նույնիսկ Հենրի Կիսինջերը, ամենաազդեցիկ երևի հրեան այդ ժամանակների 12 թվին որոշեց, որ հանձնարարական տա, եթե կարելի է, էլի, այն վերլուծական կենտրոններին, դե Ամերիկայում շատ են վերլուծական կենտրոնները, բայց դրանց մեջ կշիռ ունեցողները կան, որոնք տասնամյակներ առաջ պլանավորում են, տասնամյակներ հետո ելնելիք պատերազմները եւ այլն, այնց են պլանավորում, որ այդ վերցնում օգտագործում են որոշ դեպքերում, իհարկե, ոչ միշտ։ Բայց հիմա այս իրավիճակում նա հանձնարարական տվեց մի քանիսին խնդրանքով, որտեղ ինքը պաշտոնի չի արդեն, 12 թիվն է։ Այս մարդիկ ներկայացրեցին, որ փեղեկված է այդ շահերի առանցքները, հեռանում են գնալով իրարից։ Ինքը խնդրեց նաև դինամիկայի մասին, թե իսկ ինչ արագությամբ են հեռանում, ինչ առանցքային հակասությունների հետևանք է այդ հեռանալը եւ այլն։ Եվ վերջապես հրապարակավ հանդես եկավ հոդվածով իհարկե, եւ ասաց, որ 20 թվականի շրջանակում Իսրայելը պետք է այլևս չլինի։ Հենրի Կիսինջերը։ Դա մարդ է, որը երևի միլիոն բան արել է, որ Իսրայելը լինի։ Բայց հիմա ինքը իրատեսական քաղաքական գործիչ է։ Նա հասկանում է, որ
դրա վերջը կարող է լինի շատ ավելի վատ։ Հիմա մենք ականատեսն նրա, որ 12 օրվա պատերազմ եղավ։ 12 օրյա պատերազմը ավարտվեց իհարկե Իսրայելի ծանր հարվածներ բաց թողնելով, ամենակիչը։ Մենք ասում, չասենք պարտությունով։ Բայց համենայն դեպս դա շատ ծանր հարվածներ էին, որոնց նմանը չէր եղել Իսրայելի պատմության մեջ։ Այսինքն Հայֆային հարվածներ հասան, Աշդոդին հասան, Երուսաղեմի կենտրոնը ուղղակի 480 շենք քարուքանդարվեց։ Եվ վնասները աներևակայելի շատ էին, հրթիռային համակարգը Իրանի հյուծեց Իսրայելի պաշտպանական համակարգը, 3 պաշտպանական աստիճաններին հյուծվեցին վերջը։ Հիմա այսօր էլ հիմա եկել են, կանգնել ենք նույն բանի առ։ Այ ախպեր, հիմա եթե նորից էլի այդ պատերազմը պետքա վերսկսի, գոնե պետքա հաշվի առնել այն նախորդ պատերազմ գոյություն ունեցող խնդիրների լուծման տարբերակը այստեղ։ Թե մենք այնամենակ հաշվի ենք առնում, որ հա, հեսա կմոտենանք մի հատ հարված ծանոթին ու ուղղի ցնցում, վերջ, կընկնի, կհավաքենք, տանեն եւ այլն։ Հիմա մենք փաստացի տեսնում ենք այդ նույն պատերազմի շարունակությունը։ Այսինքն նորից նետ համակարգը, այդ բարձրագույն մակարդակում հասցվող հարվածներն են երկրից ամենահեռու մակարդակի վրա հասցվողը, ներքևում այդ Դավիթի պարսատիկ կոչված, դա ամեն մեկն ինչ մի բան, ֆենոմենալ անուններ են դնում, էլի ինձ ինչ որ ապստամբած առյուծ, բան, թերթերի վրա ինչ որ առյուծ, այմա ոչ մեկը չկա, եկեն ասի, դու ինչ ապստամբած առյուծ, էլի այ մարդ, առյուծը ձեր տոտեմը չի, հերիա ժողովրդի տոտեմը չի, նրա գլխավոր հերոսը խեղդել է առյուծին, ախպեր, դա մերը չի, էլի, մերն է առյուծը, հա, դա տեր կենթանին է մեր համար, մեր գլխավոր տոտեմն է, մեր սիմվոլն է, արևի գլխավոր կենթանին է, հացն ու գինին տեր կենթանին, բայց դրանից հետո առյուծի մայր Աստված կանչեց առյուծ, բերեցի մայրն էլ Աստված կանչեց ու մենք նույնն ենք, ես ու առյուծը, դրա համար երկինքը պիտի թույլ տա, որ նա ճեղք է, հասկացանք, էլի, դա էլ չեմ ասում, որ դա այդ բանը կենցաղային շրջանակից բարձր խոշորագույն անկալման բացառիկ դրսևորում է, էլի, ամբողջ պատմության համար կամայական ժողովրդի, բայց մերն է, մենք բախտավոր ենք այդ առումով, իհարկե, պետք է խոստով անել դա։ Հա, բայց հիմա այդ առյուծի խաղարկել է, հիմա առյուծի մռնչյուն։ Այդ առյուծից վազն եկեք, էլի, այդ ինչ եք ուզում այդ առյուծից, այդ ձերը չի։ Հա, ձեր այն 6 թևանի աստղն է, աստղնալից, երկնքի նշանն է, աստղնալից, երկնքը ունի իր տոտեմները, ձեր տոտեմները անգիր գիտենք, դրանցից մեկին դրեք, չգիտեմ որ մեկին, կա ճագար, կա արջ, բայց հասկանալի բան չի, էլի, ու անընդհատ այդ բաները հիմա այդ ինքնաթիռները խփվելը, պարբերաբար ինչ որ ամերիկյան ավիակիրների վնասվելը եւ հիմա էլ ցամաքային օպերացիա, ինչ ցամաքային օպերացիա, էլի։ Ցամաքային օպերացիա եղել է հարևան Իրաքի վրա, ճիշտ է։ Մեր հիշողության մեջ դա էլ է տեսնված։ Տեսել ենք։ Ինչքան մարդակրվելուս եղել է Ամերիկայից։ Ամերիկյան զինվորների թիվը առաջին պատերազմի ժամանակ 450,000-ն անցել է։ Դրանց մենակ բերելը 7 ամիս է քաշել։ Ինչը բերել են, այնտեղ Բուշին ասին ամր դադարացրա, Ֆրանսիան դեմ է, Գերմանիան դեմ է, ասեց հնարավոր չի, որովհետև արգելակները էլ չեն պահի, որովհետև այս հսկա զանգվածը գնացել է, նրանց ընդ պահելն էլ է անհնար։ Այդ կռիվը պետք է սկսվի, այսպես թե այնպես։ Իհարկե այդտեղ կար նաև ինչ որ խորամանկության պահեր, բայց փաստը մնում է փաստ։ Դաշնակիցների բանակներն էին այնտեղ, մասնակցություն ունեցան, արաբական աշխարհը մասնակցեց մինչև վերջ, Իրաքի պատերազմում, հետո Բուշը շատ իմաստուն գործող պրեզիդենտ էր, էլի, շատերի համար ինքը դա տենց չի, բայց ես քանի որ ուսումնասիրել եմ, նա Ռեյգանի ուղեղն էլ է ինքն եղել։ Այսինքն ներքին կազմակերպական մեխանիզմների գլուխ կանգնած է եղել նույն Բուշը։ Դրա համար Ռեյգանը մեծ կարգով պաշտպանում էր նրա տեխնացումը ու անցկացրեց։
Բուշի, որտեվ Ռեյգանը ամենապոպուլար պրեզիդենտն է եղել էլի այդ ժամանակների ֆիլմերում հերոսներն էր խաղում, ինքը համարում էր, որ հերոսն է Ամերիկայի ապագան եւ ոչ թե այդ մանրիկ իշխանությունները, ինքը տենց էլ ասում էր էլի, որ բանը կառավարությունը դա բան է էլի երեխա է, ծծկեր, նա ունի հրեշավոր ախորժակ վերևում եւ բացարձակ անպատասխանատվություն ներքևում, էլի, հա, այդ նրա հրճակավոր խոսքներ, բայց այդ ամեն ինչը շատ լավ էր, որովհետեւ հետեւում կանգնացել այդ Բուշը։ Նա էր կազմակերպում այդ ընթացքը 1001 բաների այդ, որոնք անհրաժեշտ էին, պետքա հայտարարվեին, պետքա չերևային եւ այլն, եւ նա չգնաց, չնվաճեց այդ երկիրը։ Դե իր տղեն գնաց նվաճեց, դա զարմանալի բան էր, էլի, որ մինչեւ հիմա ինչ վիճակ է այնտեղ, էլի։ Օրինակ ես մտածում եմ, որ եթե ամերիկյան բանակը գնաց հասավ տեղ, պետքա փրկի Իրաքում շրջապատվածներին։ Որտեւ լսեք Բեյրութում կանգնած է Ամերիկայի դեսպանատունը։ Դեսպանատունը մեծ ամրոց է, ամրոց։ Մեծ չի մերից, բայց փակ ամրություն, ցիտադել։ Մարդ չկա, փագած է, հանել են, տարել են։ Բաղդադին է, աշխարհի ամենամեծն է, մենք միշտ մեր չի, Բաղդադին է։ Հա։ Բաղդադինն է, ինչ է, ամեն ժամ այնտեղ ինցիդենտներ, կրակոցներ, ֆայերներ շպրտել, ժողովուրդը փողոցներում, Ամերիկան դուրս է բերել իր բանակը իր բազաներից։ Հիմա այդ բազաներից դուրս բերելու համար էլի ինչ որ զորքի միջամտություն անհրաժեշտ է, դրա համար ես մտածում եմ միգուցե դա անեն։ Բայց եթե գնալու են այնուամենայնիվ Իսրայելի ծրագրի շրջանակում գործելու, որը ես էլ եմ ասում, հիմա Հենրի Կիսինջերը դագաղում չպտտվի, էլի, որ այս ոնց է մարդ այդքան ասինք էլ, դուք պետք է հասկանայիք, որ ես այն մարդն եմ, որ պետքա չասի այդ բանը, որ ես դա սպասարկել եմ իմ կյանքի ընթացքում։ Եվ հիմա դուք խախտեցիք, գնացիք, հայտնվեցիք իրավիճակում, որ ոչ մի շահեկան բան Իսրայելի համար չունի։ Նորից գալիս են այդ հրթիռները գալի հասնում են տեղ, հա որ դու ցույց չեք տալի, ինչ հիմա նկար սովորական, այն որ ասում են ֆոտկա, այդ սովորական ֆոտկայի համար 5 տարի մարդը գնում նստում է։ Ու ինչ էլի դրանից։ Այդ դրանից հետո մորեն հրթիռը չի գալու հաջորդը։ Այդպես չի էլի։ Ուղղակի իրավիճակն է, այնպեսին որ ցավոք սրտի մեր շուրջը այդ հուրը պատտվում է եւ Ադրբեջանն էլ անդադ քաշում է որ պետք է մտնես, դու չես թաքցնի էլի, դու մեր տղեն ես, մենք բերե տվել ենք, այդ զենքերը մենք գիտենք ինչ ենք տվել, մենք գիտենք որ 100,000-անոց բանակ ունես, պետք է 100,000-անոց բանակը մտնի։ Հյուսիսի կշիռը մեծանալու մասով ինչ կասեք, պարոն։ Գիտեք, Հայաստանի կշիռը կարող է մեծանալ մենակ այն դեպքում, երբ որ նրա քաղաքականությունը կլինի հավասարակշռված ու էֆեկտիվ։ Որտեղ մեր մոտ պատկերացնում որ մենակ պատկերացնելն արդեն հերիք է։ Այդպես բան չկա։ Այդ դրա համար հատուկ ասեցինք, հատուկ շեշտեցինք այդ Բուշի հարցերը, որ Ռեյգանի հետևում կանգնած էր այդ Բուշը, որը զբաղվում էր 1000-ում այդ հարցերով, կարգավորելով, ինքն էլ չէր երևում։ Դրա համար Ռեյգանը իրան ամեն կերպ պատառոտեց, որ Բուշը պետք է անցնի, որովհետև իրան անհրաժեշտ է շարունակականություն իր արած գործի, ինչպես ամեն իշխանության է անհրաժեշտ։ Բայց դա ալնում է մենակ այն դեպքում, երբ որ դու ունես էֆեկտիվ թիմ։ Այդ թիմը պետք է լինի էֆեկտիվ առաջին հերթին ընկալումների շրջանակից, իսկ հետո ծրագրեր պետք է ունենա, լուրջ ծրագրեր։ Այդ ծրագրերի շրջանակում պետք է վարվի այդ քաղաքականությունը։ Այսինքն տարածաշրջանի հետ կապված ինչ ծրագիր ունենք, հայոց առաքելական եկեղեցու եւ գոյությունացող մեր հայկական իշխանության մեջ ինչպիսի սիներգիական թափանցումը անհրաժեշտ դրա համար, հայ ժողովրդի միասնականության էլեմենտներից որը որտեղ ինչպես պետք, դուք պատկերացնում եք այդ ամենը միասին վերցրած հայոց սփյուռքով, հայոց առաքելական եկեղեցով, այսինքն շերտեր, որոնք ով ունի, մի հատ ասենք էլի, հա, ով ունի, հա։ Մեր հարևան երկրներից ով ունի։ Այսօր մեկ է մնում են, դե նա Մոլդավիայում էլ եկեղեցու իրավունքներս Այ ախպեր, մոլդավական եկեղեցու մասին մոլդավացիք չգիտեն, որ կա։ Մերս Բալտիկայում եկեղեցիներն ինչ համաշխարհային կառույց են։ Հա, նրանց էլ են խեղճացրել, հա։ Կաթոլիկներին բերել են, կաթոլիկներն ավելի լավ են աշխատում, քան իրանք։ Վերջացը գնացել է։ Բայց դու համաշխարհային կառույց ես։
Դու այսօր մի հատ առաջարկ արեցիր, չմիավորված եկեղեցիները կանգնեն կողքիդ։ Տարածաշրջանային հայտարարություններ կարող ես անել։ Ազդել ընդհանուր process-ի վրա, մալաբարական եկեղեցին, ղպտիական եկեղեցին, հաբեշական եկեղեցին, բոլորը ճանաչում են հայոց առաքելական եկեղեցու անսասան դիրքերը համաշխարհային առումով, որովհետև նրանք բոլորը կախված են մեկ բանից, ով է կապված Հիսուսի հետ, վաղ փուլում է, ով է եղել։ Այդ մենք ենք եղել։ Եվ հիմա այդ համատեքստում որքանով է բարոյական վեհապարի վրա քրեական Չէ, համարում եմ, դա չէ, չտալ, որ գնա մասնակցի օրինակ Իլիա երկրորդի ուղարկավորությանը։ Այդ ամեն ինչը պետք է դադարացնել, էլի, դա ոչ մի լավ բան իր մեջ, որևէ դրական միտում, որևէ պոզիտիվ ապագա չի խոստանում։ Չի խոստանում հենց մենակ մի բանի համար, որ եթե որևէ աշխարհիկ իշխանություն, հոգևոր իշխանությունը տեղից հանեց, պոկեց, նրան իջեցրեց, խայտարակ արեց, չգիտեմ, 1001 բան, դրա արդյունքը որպես այդպեսին լինելու է տվյալ հասարակության ծանրագույն վիճակը, որովհետև այդ սակրալը չի կարելի հարվածի տակ դնել։ Այդ մարդկանց թվում է, թե այդ եթե մի բան վերաբերում է Աստծուն, որը շոշափելի չի, ենք անել, չենք տեսնում, չենք խոսում, չենք կարողանում այդ մասին կարծիք հայտնենք շոշափելի ինչ որ նյութի հիման վրա, դա կարելի է նաև էական չհամարել։ Չէ, դա ամենաէական բանն է, այ ժողովուրդ, մարդկային հասարակություն ձևավորվում է նրանից, որ եթե ես եւ դուք պայմանավորվում ենք մի ինչ-որ պայմանավորվածության ենք գալիս, ես եւ դուք իրար կխաբենք որպես մարդ։ Մենակ այն դեպքում, երբ որ ես եւ դուք հավատում ենք միևնույն բարձրյալին եւ նրան, որ մենք հատուցելու ենք այն ամենի համար, ինչը որպես մեղք կգործենք այս հարաբերությունների շրջանակում, եթե խաբենք մեկս մյուսից, սրանից է առաջանում հասարակությունը։ Դուք ո՞նց եք դա դնում հարվածի տակ, ախր դա այբենարան է, մենք բան չենք ասում, էլի, ինձ չենք բացատրում հնարավոր ռեցեսիոն, սեցեսիոն եւ այսպես ասենք խորը ճգնաժամային անցումները իրենց դետալներով, որ ամեն մի դետալի վրա կանանք վիճենք, չէ, այդպիսի բան չկա։ Եթե դու դրեցիր հարվածի տակ այդ առանցքը, դու ատոմային ռումբ սպասի։ Քեզ թվում է, որ դու ուղակի պարսատիկի քար արձակեցիր այդ ուղությամբ։ Պատասխանը կարող ատոմային ռումբն լինի։ Այդ պետք չի անել։ Պետք է գիտակցել, որ մենք ունենք այն ինչ ունենք, եւ վերջապես եկեղեցու սպասավորները չեն կարող լինել այնպեսին, ինչպեսին պատկերացվում է։ Չի կարող դա լինել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ դա եկեղեցու վերջը կարող է լինի։ Իրենց վերջը, անգամ եթե անցնեն։ Եվ պարոն Խաչատյան, խոսենք նաև խաղաղությունից, գիտեք, իշխանությունը հայտարարում է, որ եթե իրենք չընտրվեն հունիսի 7-ին չվերընտրվեն, ապա ամենաուշը մինչև սեպտեմբեր պատերազմ է լինելու։ Որքանով է կիսում այս գնահատականը եւ որտեղից ձեր գնահատմամբ նրանք այս ինֆորմացիան ունեն, որտեղից են տիրապետում այս ինֆորմացիային եւ բարոյական է արդյոք սեփական ժողովրդին այսպես ահաբեկել պատերազմով։ Գիտեք, դա էլ ինչ որ կամ լավ, բերեք բաժանենք մասերի, էլի, ես մի անգամից այդ ամեն ինչ անդրադառնամ, մասերի բաժանենք, էլի։ Հա, հիմա այսօր ամբողջ Եվրոպան հայտարարում է, որ Ռուսաստանը ուր որ է մտնելու է, Եվրոպան գրավի մեզ մորթի դարսնի ստրուկ, էսանի, էնանի։ Ռուսաստանը կյանքում չի գնա, չի մտնի 450 միլիոն եվրոպայի տրամպնել, հոգնել է Եվրոպայից, որտեղ Եվրոպան մտածում է, որ իրան պետքա պահի այն մակարդակի վրա, ինչ որ ինքը կա։ Թրամպը պետքա պահի նրան այդ մակարդակի վրա։ Երբ որ Թրամպը չի ուզում պահած լինի, ինքը ունի խնդիրներ։ Ինչը Եվրոպային պահի, էլի։ Հիմա միշտ այդպիսի թշնամու խաղարկումը քաղաքականության էլեմենտներից մեկն է։ Հիմա այսօր էլ տեսնում ենք, դե 100%-ով բոլորը գիտեն, որ այդպես բան չի կարելի, բայց մեկ է խաղարկվում է մինչև վերջ, այնտեղ կայակալասը հայտարարում է, ահա, էսա մեր կորը կմտնեն արդեն, բանց դե լավ, ախպեր, հասկացանք էլի։ 1 2 12 համարենք որ վերջացավ դա։ Բայց կա նաև ուրիշ իրատեսական հաշվարկ։ Ադրբեջանը ներկրել է իսկապես 5 միլիարդից ավելի զենք։ 5 միլիարդ դոլար արժողությունից ավելի զենք։ Ամենայն հավանականությամբ դա վերջնական թիվը չի, որովհետև
չմոռանանք էլի որ Իրանի դեմ գործողությունները արդեն են առաջին 12 օրվա պատերազմի ժամանակ խոսացվեց որ Ադրբեջանը պետք է մտնի հյուսիսից հիմա բերել են զենքը տվել են դասավորել են նա պետք է մտնի եթե չմտավ մեր դեմ կօգտագործվի այդ զենքը թե չէ ինձ թվում է այդ դեպքում կաշխատի այն մյուս մեխանիզմը այսինքն արվեցին հայտարարություններ Ալիևի դեմ, երբ որ նա հանկարծ ինչ-որ մարմնաշարժումներ արեց, որ կարող է եւ չէ անհապաղ դուրս եկան մարդիկ, օրինակ Յակով Կեդմի, հա, հայտնի հրյա, ամբողջ աշխարհով մեկ բան, եւ հայտարարեց մարդկանցից մեկն է, որ ասել է, որ չէ, Ադրբեջանը պետք է հաղթի այդ պատերազմում եւ այլն եւ Իսրայելը մտածում որ իսկ ինչի՞ պիտի այդ հողերը լինեն հայերինը բան սենց խոսակցություն եք հիմա հանգարց հայտարարում որ դե մենք գիտենք որ բոլոր ժամանակներում Հայաստանն եղել է այ Ադրբեջանն է որ չի եղել ոչ մի ժամանակում այդ Ադրբեջանն է որ նոր է առաջացել այդ պետքա հիշի Ադրբեջանը այս ասում են հասկացողին կես քյուրթենել է հերիք էլի երբ որ այդ ասվեց այդ պարզավոր եթե մենք ձեռներս վերցրինք այդ այնտեղ ուղակի գեներալներ էին ելույթ ունենում Իսրայելում մենք ենք հաղթել այդ պատերազմում 44 օրյա դա Ադրբեջանի հաղթանակը չի հանգարց ինչ չմտածեք հիմա եթե հանգարց դրանից հետո նա այդ ամենը այդ ռեսուրսը որ տրվել է նրան իհարկե այնտեղ կա նաև ուրիշ բան ինքը նավթ է ուղարկում այդ սուբսա գնացող նավթամուղով գազամուղով Իսրայելի համար Թուրքիան տալիս է Իսրայելին դե Թուրքիան բան է չէ այնց բազմավեկտոր անձնավորություն է քաղաքականության մեջ Էրդողանը էլի որտեղ ասես 1000 նավ գնում են պատռեն բլոկադան Գազայի մի հատ նավ տեղ չի ասնում արա դե մի ասա էլի դե մետի ախր դե պիտի վերջը գնա հասնի տեղ չէ դա պրիմիտիվիզմ արդեն էլի ինչի ես ասում ախր այդ ասում ես հետո այնտեղ կանգնած սպասում են բան էլի են տարեց մարդու պես են որ ծովի ափին սպասում որ նավը կգա բան են Էգեյոսը էլի որ վերջում իրան գցեց խեղտվա որ բան նավը հետ եկավ սև առագաստով դու այդ առագաստով նավն էլ չեկավ ախր ինչի ես ասում հա մենք Իսրայելի հողից կգանք ես կանենք են կանենք զենք էլ են ծախում բան էլ են ծախում նավթ էլ են ծախում ինքը պարտվում է բոլոր ընտրություններում որովհետև այդ ամեն ինչը լցվում է թերթերը էլի չի կարողանում իր վրա էլի նորից հայտարարում է հայ սենց հայ նենց մենք Իսրայելի հողից կգանք վաղ թե ուշ դա պետք է զենքով լուծվի Սիրիայում նա ինչ գործ ունի որ ինչ գործ ունի դու ինչ ես կարող անես Եթե այդ բանն է, եթե դու առյուծի տեսք ես ընդունում, բայց քու մռնչյունը միաուն է, էլ վերջանում է դրանով, էլ ոչ մեկը չի մտածում, էլի որ դու առյուծ ես, չէ, քեզ ցույց տվող իրականը այդ ձայնն է։ Եվ այս առումով, հա, հնարավոր է որ ասենք Ադրբեջանը այդպիսի բան մտածի, բայց այդ դեպքում հակադարձումը ելնելու է, որ ոնց թե դու չմտար։ Բա այս зря что ли պայիլի։ Այն որ բերում բայանիստին խմացնում են, չէ՞, հարսանիքի ժամանակ, հետո ասում են դե երկի դե լավ, մի քիչ խմենք, արմունկով 10-12 հատ հարվածա ուտում այդ ժամանակ հասկանում է որ зря что ли պայիլի, այդ խմցրել ենք որ նվագես երկես ընկեր, ხო չենք խմցրել որ մի հատ էլ ուզես խմես, մի հատ էլ ունես ուտես, չէ, այտենց բան չկա։ Դու պետք է ուղղակի, հետո քեզ տվել ենք նաև հնարավորություն, ասել ենք մի հատ ստեղծի գրի սահմանադրությունը մեծ Ադրբեջանի դրանից ավելի լավ բան ես ուզում այնգեր ձեր երազանքն է իբր թե դա այնտեղ տարբեր թվեր են ասում 12-ից մինչև 20 միլիոն ադրբեջանցի է ապրում բայց սաղ կմիանան Թավրիզ կենտրոնով Թավրիզին խփել են ընդից խփել են դες Թավրիզում բնակիչները վիզուալ տեսել են որ իրանց խփում են Ադրբեջանից էլի վիզուալ ոչ թե ասում են որ խփել են վերևից եկել են գելա չգիտեմ որ չէ վիզուալ տեսնում որ Ադրբեջանից են խփում հիմա դու քեզ այդ ամեն ինչը տվել են որ դու պետքա մտնես Ամերիկային այսօր անհրաժեշտ է ճտկավոր կոշիկ սապոգ որ ասում են հողի վրա
այդ հողի վրա սապոգա պետք ինքը պատկերացնում է հիմա միակ բանը որ կարա պատկերացնի որ բազմաթիվ կողմերից կմտնեն Իրան կմտնեն զորքերով այլ կերպ ռեժիմի փոփոխություն Իրանում հնարավոր չի հիմա այստեղ էլ է բաժանվել ցավոք սրտի Իրանի կնեք Իսրայելի եւ Ամերիկայի կողմնորոշումները փոխվել են Իսրայելն ուզում է ոչնչացվի Իրանը Ամերիկան ասում բերեք ռեժիմը փոխենք Այստեղ էլ է փոխվել Փաստորեն գնալով ամեն ինչ սկսում է դառնալ շատ ավելի վտանգավոր Քրդերին պետքա խաղարկեն Քրդերին կարելի է խաղարկել երբ որ մենակ Ադրբեջանը մտավ եւ ամերիկյան զինուժը եկավ իջավ Բելուջիստանում Բելուջիները կարող են խոստանալ քրդերին գիտեք պետություն ասում է եզը որ ընկավ դանակավորը շատանում է էլի Եթե հանգարց արյան հոտնը առան, որ կարող է ու Իրանը սայթակի, բոլորը ոտքի են կանգնելու, բայց հիշենք էլ էլի, որ իսկ որ Իրանը սայթակի ինչ կլինի համաշխարհային, ինչպիսի փոփոխություն տեղի կունենա, ամբողջ ստրատեգիան Չինաստանի վեր բարձրացող իմպերիայի կվերանա որովհետև Չինաստանը բոլոր ժամանակներում եղել է ճանապարհների վրա խարսխված իմպերիա։ Նա կապիտալիստական այն իմպերիան չի, որին մենք գիտենք որպես, ասենք, անգլիական իմպերիա, հա, անգլիական իմպերիան բանի վրա էր, չէ՞, ածուխի վրա էր, ածուխի իմպերիա էր կոչվում, որովհետև ինդուստրիա ստեղծեց, մետալուրգիա եւ այլն, գնաց սաղին, այսինքն բանակներ էի գլխավորը եւ այնչի որ Անգլիան գնաց իբր թե Հնդկաստանը նվաճեց, Օստ-հնդկական կոմպանիան գնաց նվաճեց, բանի հոլանդական էլի Օստ-հնդկական կոմպանիայի հետ միասին մասնավոր բանակը պետական բանակից մեծ էր։ Գնացին, գրավեցին, նվաճեցին, դրան հաջորդեց ամերիկյան իմպերիան, որը նավթային իմպերիա է, որտեղ նավթադոլարների վրա է նստած այդ իմպերիան, իր հզորությունը դրա վրա է, հիմա էլ այդ նավթային երկրներն են ընկել հարվածների տակ, այդ նավթային իմպերիան էլ է սկսում իջնել ու իջնել։ Երրորդ իմպերիան դա էլեկտրականության վրա նստած իմպերիան է, որը Չինաստանն է, որը ամեն գնով փորձում է էլեկտրականությունը դարձնել մաքսիմում իր մոտ, իսկ միլիարդատերերի քանակությունը կրճատել, թեկուզ արհեստականորեն։ 1600 միլիարդատեր ունեն։ Նախորդ համագումարի ժամանակ մի տարի էլ չկա, որ պետք է լինի հաջորդ համագումարը։ Խոստացել են, որ պետք է մնա դրանցից 1000-ը։ Այսինքն ինչն է խնդիրը, եթե դու ունես մեծ քանակի միլիարդատերեր, դրանք մարդիկ են որոնք կարող են երկրի կողմնորոշումը փոխել ըստ սեփական շահերի։ Չինաստանը երբեք այդպեսին չի եղել։ Դրա համար այսօրվա անալիտիկները, երբ որ ասենք մանրամասն լուրջ գործեր որ գրում են, դրա մեջ առանցքային կետ է, որ Չինաստանի բարձրանալը շատ կարևոր նշանակություն ունի, որտեվ եթե բարձրանա, ասենք Ռուսաստանը, մի ուրիշ իմպերիա, Ամերիկայի հետ հնարավոր է լինի համաշխարհային բախում եւ ատոմային պատերազմ։ Չինաստանը չունի այդ նվաճողական քաղաքականության ջիղը։ Տեսեք, Հարևան Ճապոնիան ունի։ Ունեք, եթե Հարևան Ճապոնիան բարձրանա, դա լինելու է մահացու կռիվ, որտեղ երկուսն էլ պատերազմական հենքի վրա ստեղծված իմպերիաներ են։ Չինաստանը լրիվ հակառակն է։ Եղել են պատերազմներ, ամենավաղ փուլերում, բայց ինչ արել էլի, որպեսզի իրան զահլեն չտանեն, ոնց որ ասում է, կառուցել է հսկայական չինական Փարիզ։ Պատկերացրեք, հայ վաճառականները չինական Չինաստանի կայսրից բերել են նամակ ռուսական ցարին։ 70 տարի նամակը չեն կարդացել։ Կարդացող չէ, որտեղ հայ վաճառականները թողե գնացել են։ Այսինքն գնացել են իրանց գործերով, էլի։ Մնացել է այդ նամակը։ Վերջը, էլի գտնում են հայ վաճառականները, թե ինչ է գրած, բան։ Բա գրածա որ մենք Պարիսպի հետևում գտնվող Չինաստանը, բան, էլի, սենց Դե լավ է մարդ, մի հատ քաղաք է մեզ գրել է, էլի, դե որ Պարիսպը պատկերացնում եմ, մի հատ քաղաք է Պարիսպի մեջ, բան, նրանք էլ գրում են, որ ախպեր, մենք այդ մի Պարիսպ ենք սարքել 1600 կիլոմետրից ավել, բան, որ հասկանան, որ ում հետ գործ ունեն, էլի։ Բայց դա այդ իմպերիան է։
Եվ ինչ որտեղ իսկապես աշխարհի բախտը բերել է, որ նույն տիպի իմպերիաներ չեն։ Մեկը կարող է իջնում, հա, այսինքն նրա մոտ, հա, խնդիրներ կան, լուրջ խնդիրներ կան։ Ուղղակի դրան առանձին պիտի հաղորդում նվիրել, որ երկար ու բարակ, ասենք, բացատրենք, թե ինչա տեղի ունենում այդ դատա կենտրոնների հետ կապված, էներգետիկայի խնդիրները ինչ բնույթի են, շուկաների երգը ինչպիսին է, նրանց տատանումների ինչի կբերեն, բան, այդ ամեն ինչ բավական մանրամասն ինֆորմացիա որ չարժի էլի, հիմա դնենք ու սկսենք քննարկելը, բայց մեծ հաշվով իսկապես այդպիսի տարբեր իմպերիաների պայմաններում կարելի է խուսափել այդ մեծ բախումից, որը իր մեջ կարող է կրել ընդհանրապես մարդու եւ կյանքի վերացումը երկրի վրա, որպես հնարավոր արդյունք, որը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։ Մենք վերջին հաշվով բոլորս էլ ասենք մարդիկ ենք, մեր մեծ մասը երեխեք ունեն եւ այլն, ոնց ինչի համար։ Եվ հա անարդարացի բաներ կան, հա գոյություն ունի 1001 բան, որը ասենք իմ համար շատ ծանր է, օրինակ, հա այդ Էփշտեյնի ինչ որ արդեն սկսել են հայտարարել, հա Էփշտեյնի դասակարգը բան արդեն դարձել է միմ էլի, որ ինչ է էլի բարձրագույն խավը մարդու միսա կերել է ախպերս բա կլինի որ դառնա էլի էս բայց ամեն դեպքում աշխարհը պետք է որ փրկվի բոլորիս է պետք է այդ այնպես չի որ Հայաստանը փրկվի կամ չգիտեմ մենակ Հայաստանը ոնց կարա փրկվի եւ երբ որ մենք պատերազմ կլինի լսեք պատերազմը չի հարցնելու նա գալու է դրամ պարաբելում Բայց բարոյական է սեփական ժողովրդին շանտաժանել պատերազմով։ Գիտեք, դա ես ինչպես ասի ներկայիս կուլտուրայի բաժին է, քաղաքական։ Բայց ես չեմ համարում, որ դա երկար կձգվի։ Որտեւ հա կարա ասի, որ հա պատերազմ կլինի, հա պատերազմ կլինի, հա պատերազմ կլինի, ժողովուրդը կբթանա, էլ չի ռեակցիա չի տա։ Հետո ինչ որ պատերազմ կլինի, հա այնա Իրանում թող ասեին չէ պատերազմ չի լինի, պատերազմ չի ելնելու։ Այդ 12 օրյա պատերազմից հետո գնացին բոլոր զիջումներին։ Միևնույնն է, բանակցությունների ընթացքում հարվածեցին։ Այսինքն ուխտադրուժ հարձակում եղավ 2 անգամ։ Ինչ որ ասեցին, նրանք էլ ասին, հա, պատերազմ չի լինի, չեղավ։ Եղավ չէ՞ այդ պատերազմը։ Երբ որ մենք ասում ենք բազմաբևեռ աշխարհ, ժողովուրդ ջան, էս էլ բերեք հիշենք, էլի։ Բազմաբևեռ աշխարհը դա խաղաղության, դրախտային համերաշխության եւ այլնի աշխարհ չի լինելու։ Մեկ բևեռի տակ ճնշման պայմաններում հնարավոր է պայել աշխարհ։ 2 բևեռի տակ, ինչպիսին էին սովետական միությունն ու Ամերիկան։ Միջին հատվածում այդ մեջտեղում առաջանում էր ազատության շրջանակ։ Աշխատում էին ոչ այս կողմը նեղացնի ինդեի երկրներին, ոչ այս կողմը նեղացնի, որպեսզի իրանց դեմ դուրս չգան եւ հավասարակշռությունը պահում էին, բայց մեկը քանդվեց դրանցից։ Այն մյուսը փոխանակ շտկվելով այդ ամեն ինչին փորձեր խաղաղությամբ տիրել, գնաց պատերազմների, ձեռք բերումների եւ սենց սկսեց շարունակել։ Հիմա մոտեցել է այնտեղ, որ կարող է անգնի։ Այդտենց թեք շարունակել հնարավոր չէ, այն մյուսն ընկել էր։ Շնորհակալ եմ պարոն Խաչատյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավիրեցիք։ Սիրով։ Իմ հյուրն էր կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։ Կհանդիպենք։